Ողջունում եմ Կորեմ Մոլինոսից դեռ Վերջին նորությունն այն է, որ ես հիվանդ եմ, թե ինչպես դա ստացվեց, թե ով աչքով տվեց, սերիայի վերջում կամ տիտրերին ուշադիր եղեք, գրվի երևի աչքով տվողի անունը։ Չենք ընկճվում, շարժում ենք առաջ, որովհետև սա մեր նախավերջին օրն է։ Հիվանդ թե առողջ, մենք պետք է տեսնենք նոր բաներ, նոր վայրեր, դրա համար մենք այսօր ուղևորվելու ենք Ռոնդա քաղաք, որը էլի գտնվում է Անդալուզիա շրջանում եւ էլի առանձնանում է իր գեղեցկությամբ։ Այսօր մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ։ Մենք հասանք Ռոնդա։ Ռոնդան պարզվում է Իսպանիայի ամենահին քաղաքներից մեկն է։ Ինչ-որ անակնկալով քաղաք է, որի մասին մեզ չեն ասում, կիմանանք շուտով։ Չմասնա խոսքը։ Փոխանակեցի։ Չի հետ։ Փողը ինչի։ Չի այլ լատարեները չփոխանակեցի։ Այդ մարդը սեցած։ Տիպը ուզում ուրիշ տոմսեր տամ սեցացի։ No, Mani. 12 եվրո ստուր։ Իմացա։ Ձայ պողոտայի համար իջե դարից ես։ Շատ հաճելի է, որովհետև 35+ աստիճան շոքին ասենք բանը փրկություն է, էլի այս նավեսները։ Տես, մտամ մանգո, ես չեմ դու ես։ Հիմա որ ես Զարա տեսնեմ, ոչ չմտնեմ։ Մուդով, վայբով, շատ նմանացնում եմ Օսակային այս քաղաքը, հələ որ, էլի։ Շուտ առևտրական վիճակների մեջ չենք։ Առևտրական վայբ ունի, հա։ Ու ամեն դեպքում այս փողոցը Ebregunda. Why Lunica? Lunica. Տարիքով Lunica. Նայ Lunicներ են։ Վաու։ Կոց սապագախ մուլտիկը հիշում եք բոլորը, գործողություններ տեղի են ունենում հորինված քաղաքում, հիմա ամենայն հավանականությամբ հենց Ռոնդան է այդ հորինված քաղաքը։ Nice. Քեզ վախում ես։ Չէ։ Վարձություն։ Ես առասարակ բարձրությունից չեմ վախենում։ Դաժե իմ մտքում շատ խիզախ աղջիկ եմ ես, որ ակտիվիտիներ կան, որ ոտերից կախվում գցում են, կապում գցում են եսում ինչ ձորերից։ Ոչ իմ մտքում ես այդ ամեն ինչը դուխով անում եմ։ Nice. Да ապրում են մարդիկ, հա? Ընտանայում։ Ну да, страшновато, ինչ խոսք։ Չէ? Վախենալ է։ Չէ? Վախում ես։ Ես չեմ վախում, ասում վախենալ չի տեղ ապրել։ Ինչ վախենալ։ Ուրիշ ու կուզեի զեյթունի պլանտացիաներ ունենայի։ Այսինքն այս մոստով, կամուրջով իրանք քաղաքի երկու կողմը կապել են իրար։ Լունա Լուն Տիգրան Ուր են չկան Մոստացվում է մենք իջնում ենք մոստի տակ Հլանդ է Այն ինչ ճանապարհը Մտնենք մեր
բոլորս գիտենք Կարիդայի մասին, Կարիդան դա իսպանական իրանց ազգային երևույթն է, որ մարդ արվեստը, որ Տորերոն ցուլի հետ կռվի մեջ է, ասենք, որ Ռոնդան Կարիդայի ստեղծման ակունքներում է կանգնած, որովհետև ավելի ժամանակակից տեսակը Կարիդայի հենց Ռոնդայից է դուրս եկել, երբ որ Տորերոն արդեն ոտքով է ցուլի հետ կռվի մեջ մտել, մինչ այդ ձիերի վրա են եղել կռիվները, ու Ռոնդայում գործում է ամենահին արենաներից մեկը, որը կոչվում է Plaza de Toros de Ronda, 1785 թվականին կառուցված, խնդրեմ, այս արենան է, սա էլ ցուլի արձան, մենք քիչ հետո գնալու ենք ավելի բարձր տեղ, որտեղից տեսարանա բացվելու դեպի արենա, այսինքն վերևից կարող ենք տեսնել, հիմա չենք մտնի ներս։ Խորոված է ձեռը, հա? Խորոված է։ Տորեո հայրը ոնց, հա? Տորեադոր, ճիշտ է։ Կայացնում ես տեղ ինչեր է կատարվել, պարապացրել են երևի Riding school ու արդեն արենա է դուրս գալիս Ջոնս իշ կոնստրուկցիա են ստեղծել Բա ես էլ եմ ցուլ Կամ գալիարդոն ասկան Հələ նայ Սա բացել են, բերել են այսպես, անցկացրել են այսպես արել են Вот такое я люблю. Որ պատմությունահիս, հոտը, հնությունը, ոբշե, մանկավից տեղափոխվում ես։ Հաշված որ շատ շոքա ու ամբողջ ոտքերս ավազի մեջ են, բայց աննկարագրելի experience էր, շատ ուրախ եմ, որ ներս մտանք, շատ ուժեղ էներգետիկա կա ստեղ, մեր հետ տեղի ունենում անսպասելին, այսինքն այն ինչ չենք պլանավորել, չենք գծել, սովորաբար ավելի լավ է ստացվում։ Ամեն ինչ գնում անենց ոնց պետք է, իդեալական ու պլանավորածից լավ մի խոսքով։ Հիմա չենք մտնի ներս։ Մենք Ռոնդայում ենք, Կորիդայի արենայում ամենահներից մեկը կառուցվել է 1785, եթե չեմ սխալվում թվականին։ Տեղերը ստեղից է, հա, մեկը։ Ձիերի բաները, անդերցանքները։ Հիմա մենք գնում ենք սրճարան, rooftop, այնտեղ է գնում սրճարանը, որ վերևից երևում է ամբողջ էս արենան, գնանք մի հատ թարմանանք ու շարունակենք այդ ճանապարհը։ Հա։ Ինձ մի պահ ցուլի տեղ դրեցի, գիտեք, յուրաքանչյուր մուզեի լավ պահը, մուզեի մեջի խանութը։ Գնացինք։ Exit, Caetano Ordanes, El Nino de la Palma։ Տորեադորներ են կարծում եմ,
Բայց դա շատ մազից կախված գործ է եղել։ Մենք ռոնդայից շարժում ենք դեպի Սետենիլ, մյուս քաղաքը, որտեղ հաց ենք ուտելու, ինչ-որ հետաքրքիր բան ենք ուտելու, խաշլամա։ Թե ինչի խաշլամա կիմանաք հաջորդ կադրում։ Ես շատ գոհ եմ այս ռոնդայից, հատկապես Կարիդայի արենայից այցելությունը, որ հաստատ արժի, եթե հայտնվեք այս քաղաքում, անպայման գնացեք, մուտքի տոմսը արժի 9 եվրո։ Կհանդիպենք արդեն մյուս քաղաքում, տեսնենք այնտեղ ինչ հետաքրքիր բաներ կան, որով կուզենանք ձեզ հետ կիսվել։ Գնացեք մեզ հետ։ Խնդրեմ, մենք հասանք Սետենիլ։ Այս քաղաքի յուրահատկությունն այնա, որ ինքը սենց ժայռերի մեջ է, սենց կարելի ասել թաքնված է ինքը ժայռերի մեջ, ու էլի սպիտակ է, խնդրում եմ նայ են թաքնված է, Pueblos Blancos, սպիտակ գյուղ, այս Անդալուզիայի շրջանի բոլոր քաղաքների գյուղերը հենց Pueblos Blancos են, սպիտակ են։ Ես շոքից, դրան բացատրելի շոք է, անհնար է լինել առոյգ, հատկապես որ սենց ճանապարհներով ես գնում, ոտքերիդ մի քիչ սղում է, բայց ներսում ես շատ ոգևորված եմ ու այս ամենով հիանում եմ, դով շատ սիրուն է։ Այս տունիկներ են, մարդիկ իրանց համար ապրում են, իրանց հոգսերով, իրանց առօրյայով, որը ինձ շատ հետաքրքիր է։ Հիշում եք ինչ հետաքրքիր են հարուստների առօրյան ինձ, այն որ յախտայով եկան։ Դա որ հետաքրքիր է, էլի ովքեր են մեջը։ Սենց սպասում էի սենց հատեր։ Սենց խեղճայացքով կանգնի նայում, լավ, արի մի հատ մտի ֆռա մեջով գնա։ Այս մարդկանց առօրյան էլ է հետաքրքիր, հələ դաժե ավելի հետաքրքիր։ Նրանցը քիչ թե շատ պարզ է ինչով են իրանք զբաղվելու։ Թանկ խմիչք են խմելու, կրիվետկաներ են ուտելու թանկ։ Այս ինչ է։ Պանադերիա։ Վայ։ Hola. What is your name? What's her name, Ispaner? Ispaner name ոնց? Hola. Շատ խնայք իրատունը դարձել եմ։ Hi. This is your home? Բայց ի ճողովորա չես այստեղ ապրելը։ Ես կգժվեի։ Հապես մի քիչ։ Հələ գնացեք։ Ժայռի մեջ։ Նայեք։ Oh my god։ Մտել ենք մի հատ դիադիկի տուն։ Հեսա մի հատ է տուալետ ստեղա նայեք։ Հələ մի հատ ջուրը քաշեմ, տենամ աշխատում է։ Ոյ քեզ բան։ Հենց այսպես էլ ապրում ենք, մենք ժայռերի մեջ։ Այս է սենց յանի սենց հիմաներ է դրել, որ տենց տուրիստները մտնեն տենան։ Գրացի, ոխնչ կայֆոս։ Շատ այստեղ ենք եկել։ Ինչ այստեղ է անունը։ Այս ոչի խաշլամայա, este grilled shrimp, es jamona, es gar,
Գառան մատեր։ Էս էլ է խաշլամա։ Նույնից է։ Էս ասում են, չգիտեմ, չկա սենց բան, հեսա փորձենք։ Բարի խոժակ։ Վերջն այս, հալվում է բերանը։ Լավ էր, համով էր, կերանք այդ խաշլամայից, որը մենյուում չկա, անունը այստեղ կգրեմ այդ խաշլամային։ Կգրեմ, եթե լինեք ես կողմերում, այստեղ տարբեր ռեստորաններում տալիս են։ Եթե լինեք ես կողմերում։ Գիտեք, հիմա մենք մուտք ենք գործում, երևի թե այս քաղաքի ամենասիրուն, ամենավախենալու, ամենատարօրինակ հատվածում, այս պահը չէի սպասում, դաժե ավտո այստեղ ասում։ Այս տեսեք ժայռը, սենց կպցրել է իրար այս հատվածն ու այս հատված, ինքը, չգիտեմ, հայտնվել արանքում։ Ու սենց երկու կողմերը խանութներ է, սրճարաններ։ Մենք հիմա հենց այս ժայռի տակով անցնում ենք։ Ասեք, որ սիրուն է, ասեք, որ յուրահատուկ է։ Ես ամեն դեպքում սենց բան դեռևս չէի տեսել ժայռերի մեջ քաղաք։ Գյուղ։ Ստեղ հաստատ հայ կապրեն։ Սուվենիր ես ուզում, մի փոքրիկ է ժայռից պոկի տարտոն։ Սուվենիր առել ենք, խաշլաման կերել ենք, ժայռի տակով անցել ենք, չև ավտո հիմա պտի գնանք։ Այս շոքին ու այս կրակին ինձ ուրիշ բան չի մնում, քան ասել ձեզ առայժմ, որովհետև մենք Սետենիլից դուրս ենք գալիս, ուղևորվում ենք հետ դեպի հյուրանոց, դեպի Տորեմոլինոս, մի քիչ հովանանք ու գնանք ծովափ։ Այսօրվա մեր road trip-ը այսքանն է, շատ հագեցած օր էր։ Համեղ ուտելիքներ փորձեցինք, եղանք Կորիդայի արենայում, հագեցած մի քանի ժամ, բայց այս արևը սպանում է ժողովուրդ։ Դրա համար մենք պիտի փրկվենք ու փախնենք արևից, գնում ենք հետ հյուրանոց, մի փոքր հանգստանանք ու գնանք ծովափ հովանալու։ Կհանդիպենք երևի ծովափում, մնացեք մեզ հետ։